ես կարծում եմ, որ մի քանի ֆունդամենտալ իրավունքների խախտում էր, դա առհասարական ինչ տեղի ունեցավ Օհանավանքում, դա խոսքի, հավաքների, կրոնի, մտքի, խղճի, խտրականության ու էլի բազմաթիվ ֆունդամենտալ իրավունքների խախտում էր եւ դա չի կարող անարտականք մնալ։ Սա միջազգային բոլոր մեր գործընկերների համար պիտի լինի ցուցիչ, չափանիշ, որ Հայաստանը որևէ աղերս ու կապ չունի ժողովրդավարության հետ։ Որովհետև նաև մարդիկ իրավունք ունեն հավաքներ անցկացնելու, իրար հետ տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ կարող են մեկ վայրում հավաքներ իրականացնել եւ ոստիկանությունը պարտավոր է ոչ թե հեռացնել մարդկանց տեղից, այլ ապահովել անվտանգ այդ երկու տարբեր տեսակետներ ունեցող խմբերի կամ մարդկանց նորմալ բնականon ընթացքը հավաքների։ Իսկ մենք տեսանք հակառակը, որ բերանը փակվեց մարդու ու հայ առաքելական եկեղեցու հետևորդ հանդիսացող մարդը հայ առաքելական եկեղեցու սեփականություն հանդիսացող տարածքից ուղղակի դուրս բերվեց ուժով։ Սա անհասկանալի, անընդունելի եւ խիստ դատապարտելի գործընթաց է։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ կան դրվագներ, որոնք կարելի է ինչ-որ այլ կերպ մեկնաբանել տարբեր տեսակետներից մեկնաբանել, բայց կան իրադարձություններ ու դեպքեր, որոնք որևէ այլ կերպ մեկնաբանել, երկու մեկնաբանություն ուղղակի լինել չի կարող։ Սա իրավունքների խախտում է, միանշանակ։ Եվ դրա վերաբերյալ արձագանքները արդեն այսօր կամ դրանց բացակայությունը ինչի մասին է խոսում։ Օրինակ արդարադատության նախարար Սրբի Գալյանը հայտարարել է, որ չի տեսել, ականատես չի եղել այդ դրվագին։ Սրբի Գալյանը, ես ոնց հասկանում եմ, բազմաթիվ դրվագներ չի տեսնում եւ ինքը միակը չի նոր գործող իշխանությունների պաշտոնյաներից, ով շատ բան կամ չի տեսնում, կամ չտեսնելու է տալի, կամ չլսելու է տալի, ոչ մի զարմանալի բան չկա։ 20 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի թիմում մնացած մարդիկ իրենք ոչ արժեհամակարգ կրող են, ոչ Հայաստանի Հանրապետության հետ կապ ունեն, ոչ հայկականության հետ կապ ունեն, այս բոլոր մարդիկ ուղղակի պաշտոն են տվել, աշխատում են, իրանց CV-ներում կարևոր որ իրանց CV-ներում գրված կլինի, որ իրենք ես ինչ ժամանակաշրջանում ես ինչ պաշտոնն են զբաղեցրել, բայց ոչ արժեհամակարգ կա, ոչ հայկականություն կա, ոչ Հայաստանի պետականության, անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքներից որևէ աղերս չկա։ Եվ ինքը միակը չի։ Գլխավոր դատախազն սկզբունքորեն շատ բաներ չի տեսնում, կարծես այդ ոնց է ոստիկանապետ չէ, ներքին գործերի նախարարն էլ սկզբունքորեն շատ բաներ տենց չտեսնելու է տալիս։ Մարդու իրավունքների պաշտպանը։ Մարդու իրավունքների պաշտպանն է շատ անհասկանալի հայտարարություններ տարածում, շատ ցավալի է։ Բայց սա մեր դառը իրականությունն է։ Հանուն արդարության պետք է ասել, որ այնպես չի, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները այդ բոլոր խնդիրները տեսնում էին։ Մենք ովքեր որ վաղուց են հետևում իրավիճակին, ծանոթ են իրավիճակին, շատ լավ գիտեն, որ ժամանակին նորից ոստիկանապետը չէր տեսնում ոստիկանության բռնությունները, դատախազությունը չէր տեսնում օրվա իշխանության հանցագործությունները, ու տենց շարունակաբար բաներն են, մարդու իրավունքների պաշտպաններն էլ անատամ հայտարարություններ էին տարածում, մինչև իրենց դուրս գալու պահը մոտենալը, հետո սկսում էին տենց շատ խրոխտ ու խիզախ հայտարարություններ տարածել։ Ոչ մի զարմանալի բան չկա, սա այն միջավայրը, այն համակարգն է, որը որ պետք է մերժել եւ հասարակությանը առաջարկել նոր համակարգ, որի պայմաններում այլևս գլխավոր դատախազը չի լինի անձնական օգտագործման օրվա իշխանության համար, հակակոռուպցիոն մարմինները չեն լինի անձնական օգտագործման, քաղաքականությունը քաղաքականություն, այո, կուսակցականությունը կուսակցականություն, բայց պետական շահը պիտի լինի ամեն ինչից բարձր։